Ահա այն պատճառը, որի համար եւ ոչ միայն ես հրավիրել էի Հայկուհի Բաբախանյանին, ինձ համար բավականին բարդ էր գալ այդ որոշմանը, անցնել ռեստորանային աշխատանքի մշտապես, այսինքն դու ընթացքում արդեն մտել էիր պայքարի մեջ, մեկը մյուսից բարդ փուլեր հաղթահարելուց հետո ես ընտրվեցի 13 լավագույն մասնակիցների շարքում։ Մեկ օրում երգ էինք սովորում Մերի ջան։ Այդ էի ուզում լսել։ Ժամանակ առ ժամանակ նման զրույցները ինձ ուղակի փրկում են։ Շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ այսօր։ 18 թվականին ամեն բան գլխիվար շուռ եկավ մեր ընտանիքում եւ բուժման հետ կապված հարցեր առաջ եկան։ Ինչ ես կարծում, ո՞րն է երգչու համար կարևորը։ Երևի ժողովուրդը սիրեց իմ ձայնը, իմ երգը, Այն սևուկին։ այն սևուկին, այո, այն փոքրիկ աղջկան, այո, շատ ժամանակ ասում էի չամիջ Հայկուհին։ Ո՞րն է քո կարոտի երգը։ Կարոտը սառնեմ, էդ քո կարոտից վախենամ մեռնեմ։ Բրավո։ Որ Այսինքն տարիքում հիմա էլ դու որ հանգիստ լինի։ չես։ Ոյ, Ես էլ եմ նույն տեղում։ գիտես չես կարող հանգիստ լինել, երբ որ անընդհատ կարոտում ես։ Մի հատ խելքի կամ էլի։ Իհարկե։ Երաժշտական թիկնապահ։ Ահա, անունը որոշեցինք։ Ամուսնուտ։ Ինչ ասում ես, ճիշտ ես ասում, դրա համար ծիծաղում եմ, որովհետև ինքը այդ ամենը կառավարում է բեմում։ Մի շաբլոն հարց եմ ուզում տալ։ Կարող ես նորից Հայաստանում ապրել։ Այսօր ինձ կարելի է լսել Մեծո ռեստորանային համալիրում, մշտապես այնտեղ եմ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Մեր հիմնական նպատակն է այստեղի մեր երեխաներին, երիտասարդներին սովորեցնել ժողովրդական, աշխուհական, կոմպոզիտորական երգերը։ Ողջույն ընկերներ։ Դուք դիտում եք Menu AM-ը, իսկ ես Մերի Մակարյանն եմ։ Այսօր իմ հերթական ծրագիրն է, բայց միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ այսօր մենյուն փոքրինչ փոփոխված է։ Այսօր զրուցելու եմ մաքրամաքուր, զուլալ, հայկական, ժողովրդական, աշխուհական երգը ներկայացնող, ժողովրդին մոտ կանգնած երգչուհի Հայկուհի Բաբախանյանի հետ։ Ողջույն։ Ողջույն Մերի ջան։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի քո տաղավարում եւ քեզ հետ, հատկապես նման խոսքեր լսելուց հետո միանշանակ հրաշալի։ Ես գիտեմ, որ քեզ նման խոսքերով շատ են շռայլում, հատկապես երբ ծանոթանում էի 2013 թվականի համերգն էի նայում, որը տեղի էր ունեցել Հայաստանում, իդեպ շատ գեղեցիկ էր, ու ես հիշում եմ, որ դե ես քեզ ճանաչում եմ Շանթից, դու էլ ինձ այնտեղից սկսել ենք գրեթե, հա, երկուսս էլ այնտեղից, որ ասում էին այն ժողովրդականի սիրուն աղջիկը։ Այն ժողովրդականի հաղթած սիրուն աղջիկը։ Ովքեր որ չեն հիշում կամ գուցե հիշում են, բայց հիմա կասեն, վայ, Հայկուհին ես, ոնց է փոխվել։ Այո, արդեն մայր գեղեցկուհի Հայկուհին Միացյալ Նահանգներում է եւ իր գործունեությունը այստեղ է ծավալում, չդավաճանելով իր արմատները ու շարունակելով ներկայացնել հայ երգը օտար ափերում, ինչպես դու ես սիրում ասել։ Ինձ համար շատ կարևոր է այդ փաստը, որ այո, օտար ափերում, օվկիանոսից այս կողմ որտեղ կյանքը շատ տարբեր է, շատ կարևոր է մնալ հայ եւ ընտանիքում երեխաներին դաստիարակել միայն հայեցի։ Թերևս սկսենք սկզբից, որտեղ ես ծնվել, ինչ ընտանիքում։ Ծնվել եմ Կոտայքի մարզ քաղաք Հրազդանում, հայրս զինվորական է եղել։ Շատ խիստ։ Պապիկս եղել է գնդապետ այն ժամանակ եւ պատկերացնում եք, թե արդեն ինչ խստություն էր տիրում մեր տանը։ Եվ դաստիարակվել եմ լիարժեք հայի ոգով, հայկականությամբ, այսպես ծնել են ինձ, եւ միգուցե հենց այդտեղից էլ եկավ իմ սերը այս ժողովրդական երգերի, աշխուհական երգերի հանդեպ, որովհետեւ դեռ այն ժամանակվանից մեր տանը նմանատիպ երգեր են հնչել։ Ինչպես են հնչել, օրինակ ովքեր են լսել։ Տատիկս եւ պապիկս, ընտանիքում շատ, պապիկս մշտապես իր հանդիպումների ժամանակ շատ են հյուրընկալել Արաքսե Գյուրզադյանին եւ տատիկս էլ որ այնտեղ է եղել միշտ ինձ պատմում էր, թե ինչպես էր երգում Արաքսե Գյուրզադյանը եւ եթե հիշում ես Մերի ջան, ուներ այսպես վզնոց իր
վզին կախված շատ երկար, մի քանի եւ տատիկս շարքերով, այո, այն ժամանակ եւ տատիկս միշտ ինձ ասում էր, այ որ երգում ես, այսպես արա, որ Արաքսիայի նման այսպես այդ վզնոցդ գնա գա շարժվի քո ամբողջ հոգին դնես մեջը եւ չգիտեմ, այդ ամբողջ խոսակցությունները, այդ ամենը ինձ վրա շատ մեծ տպավորություն է գործել եւ այդպես սեր է առաջացել։ Իսկ երբ հասկացար, որ դու կարող ես երգել, օրինակ տանը հավաքույթների ժամանակ սկսեցիր երգել ու հետո ասացին, այս երեխան լավ ձայն ունի, եկեք տանենք երաժշտական դպրոց կամ այդ ուղղությունը վերցնենք։ Ոնց է եղել։ Նախ ասեմ, որ այդ զինվորական խստության հետ միասին մենք շատ երաժշտական ընտանիք ենք եղել եւ միշտ ծնունդների ժամանակ այն ժամանակ դե տանն էին հավաքվում շատ մտերմիկ, անմիջական, ես իսկապես կարոտում եմ այդ օրերը եւ ունեինք դաշնամուր, որը որ այն կենացները որ քաղցրանում էին անպայման պետք է երգեինք եւ այո այդ տարիներից ես սկսած երգում էի մեր ծննդյան տոներին մեր այսպես ասեմ ցեղական երգը, հա, սենց էինք անվանում, դա եղել է Զեփյուրի նման երգը, որը որ ես երգում էի եւ պապիկս այսպես հիացմունք էր ապրում, ինքը ապրում էր այդ երգով եւ դեռ այն ժամանակ անպիտակից ջուր է գալիս երգը եւ այդպես այո այդ տարիներից սկսած ես սկսեցի երգել արդեն 8-9 տարեկանում մենք բացահայտեցինք Ջիվանու անվան աշխուհական դպրոցը Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ եւ որոշեցին ծնողներս ինձ այնտեղ տանել ուսուցչուհիս հրազդանում էր բնակվում Տիկին Լարիսան, որին շատ շնորհակալ եմ, որովհետեւ իմ առաջին քայլերը եւ երգեցողության հիմքը նա է դրել։ Ինչ ես կարծում, ո՞րն է երգչուհու համար կարևորը՝ հանդիպել լավ ուսուցչի, ունենալ տվյալներ, թե մի քիչ հաջողություն երևի, հա։ Այդ է ուզում լսել։ Իհարկե ուզում եմ նշել, որ ինչքան էլ ունես բնատուր, բնածին տաղանդ, միևնույն է, եթե չունենաս ճիշտ մասնագետ ի սկզբանե, կարող է տաղանդդ ճիշտ չդրսևորվել։ Կարող ես լրիվ սխալ տեղ ընկնել, բայց իմ պարագայում երևի թե այդ երյակը 3-ը 1-ում այդ երյակը միաձուլվել է 3-ը 1-ում Հայկուի Բաբախանյան։ Այո, ես շատ գոհ եմ ինձ տրված այդ բաժնից, որովհետև իսկապես Փառք Աստծո ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ եւ բնատուր այդ տաղանդս կարողացել են ճիշտ դրսևորել, ճիշտ երգչական ձայն ստանալ, ճիշտ շնչառություն դնել, այնինչ որ պետք է երգչուհուն իր հետագա արդեն ինքնուրույն գործունեություն ծավալելու համար։ Հայկուհի, իսկ հուզելը որ ումից է սովորել։ Այդ հուզելը ինձ թվում է գալիս է տարիների ընթացքում հասունության հետ, քո հասունության հետ։ Երբ որ 16 տարեկանում ես երգում էի սիրային երգեր, բնականաբար դեռ սիրահարված չէի եւ երգում էի որպես ճիշտ երգ, հնարավորինս փորձում էի էմոցիա տալ, բայց իհարկե այդ նույն երգը հիմա եթե երգեմ, լրիվ այլ հուզական դաշտ կփոխանցեմ կարծում եմ եւ լրիվ այլ զգացողություններ կունենամ ինքս, որը որ եթե ինքս զգում եմ բնականաբար դիմացինից փոխանցվում է։ Այսպես որ խոսում ես, հասկանում եմ դերասանի կյանքը ինչ դժվար է։ Շատ։ Մենք էլի գոնե բեմը առհասարակ։ Բեմը առհասարակ այո, շատ դժվար է, եթե հատկապես եթե կարծում եմ շատ պատասխանատվությամբ ես վերաբերվում քո գործին։ Հայկուհի 15 տարեկանում դեռ 16-ը չբոլորած դու գնացիր, հայտնվեցիր Շանթ հեռուստաընկերությունում, մի նախագիծ, որն ի դեպ շատ ողջունելի է։ Իմ առաջին լուրջ աշխատավայրը Շանթ հեռուստաընկերությունն է, որտեղ վարում էին Կարավոտո Շանթում ծրագիրը։ Դու մասնակցեցիր եւ հաղթանակը քոնն էր։ Առաջին բաղձալի տեղը քոնն էր։ Ինչպես եղավ նախարարչարկը, ոնց հայտնվեցիր այդտեղ։ Եղբայրս տեսել էր, որ ընդունելություն կա նախագծի, բայց մինչ այդ առաջին նախագծին ես հետևում էի եւ ինձ համար դա այնինչ կապված էր այդ ժամանակ ժողովրդականի հետ, ինձ համար դա չգիտեմ մի հատ ցնծություն էր ուղակի եւ երազանք, որպեսզի մի օր ես էլ հայտնվեմ այդ կետում, այդ միջավայրում եւ առաջին նախագիծը երբ որ դիտում էի շատ եմ հուզվել, շատ ամեն անգամ ամեն մասնակցի հետ ինձ էի պատկերացնում իրականում այդ բեմում Բոլոր մասնակիցները հրաշալի են եղել իհարկե, բայց իհարկե ժողովրդի քվեարկության արդյունքում եւ նաեւ ժյուրի իհարկե դարձանք մենք հաղթողներ։
առաջինը Սևակն էր, երկրորդը ես էի Եվ մշտապես հուզվում էի իր առաջին նախագծի բոլոր մասնակիցների հետ, ուզում էի ես էլ հայտնվել այդ կետում, երազում էի, այսպես կարող եմ ասել, դե բնականաբար քաղաք Հրազդան, Երևանից կիլոմետրեր հեռու, եւ երբ իմացա, որ ընդունելություն կա, հայտերը կարող են գրանցվել, եղբայրս հորաքրոջս տղան կատարեց ինձ համար այդ քայլը, գրանցումները, իհարկե ծնողներս դեմ էին, հայրս կտրականապես դեմ էր Բայց պապիկս ասեց, որ իմ կատարած սխալը տարիներ առաջվա դու մի կրկնի, որովհետև ժամանակին հորաքրոջս են առաջարկել գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար եւ պապիկս չի թողել։ Իհարկե հետո տարիներ հետո շատ զղջացել է եւ սա եղավ սկիզբը պապիկի խոսքը եւ իհարկե հայրս չէր կարող մերժել հոր խոսքը բնականաբար եւ ասաց, որ եթե այդ ճանապարհը իրենն է Ուրեմն ինքը կգնա այդ ճանապարհով, թող գնա։ Եվ ես գնացի ամեն փուլը անցնելուց հետո նոր սպասելիքներ, նոր այսպես անհանգստություն, նոր պատասխանատվություն, մեկը մյուսից բարդ փուլեր հաղթահարելուց հետո ես ընտրվեցի 13 լավագույն մասնակիցների շարքում։ Եվ սկսեցին համերգային փուլերը բավականին բարդ առաջադրանքներով մեկ օրում երգ էինք սովորում Մերի ջան։ Երգեր էր, որոնք որ ճիշտ է, ես այդքան տարի երգում էի Աշուղականում, բայց շատ երգեր կային, որոնք որ ինձ անծանոթ էին։ Բայց եւ այնպես, չգիտեմ, երևի ժողովուրդը սիրեց իմ ձայնը, իմ երգը, այն սևուկին, այո, այն փոքրիկ աղջկան, այո։ Շատ ժամանակ ասում էին այն չամիչ հայկուհին։ Մինչև այսօր էլ այդպես հիշում են, երբեմն որ հանդիպում են, վայ, փոխվել ես, ասում եմ դե նորմալ է անցել է 18 տարի բնականաբար եւ այդպես եւ այդ օրն եմ հիշում Բաղձալի այդ հաղթանակի օրը որ եկա եւ մտա պավիլյոն այսպես մտամոլոր հայրս նստած էր դահլիճում Եվ երկուսն էլ մայրս ու հայրս անակնկալի եկան, երբ որ իմ անունը հնչեց որպես հաղթողի, եւ հայրս այսպես հարցնում է Հայկուհին է հաղթել, որովհետեւ ինքը միշտ ինձ ասում էր լավ գնա, հեսա այս մյուս փուլից դուրս կմնաս, վсё, կգանք տուն, բան, չգիտեմ, երևի կամ տենց էր ասում, որ ինձ էլ ավելի շահագրգռի, հա, որ ես ավելի շատ այսպես հստակ լինեմ իմ որոշման մեջ, կամ էլ երևի Չգիտեմ, կեսից փոշմանել էր, ուզում էր դուրս մնայի, բայց ես տեսակով այնպիսին եմ, որ եթե մի բան ուզում եմ անել, ես մինչև վերջ պայքարում եմ դրա համար։ Այսինքն դու ընթացքում արդեն մտել էիր պայքարի մեջ։ Այդ ժամանակ ես որպես պայքար չեմ դիտարկել դա, բայց գիտեի, որ այո, իհարկե ուզում էի, բայց մի բան գիտեի, որ այնինչ անում էի, ուզում էի շատ լավ անել։ Միգուցե այդ ժամանակ, որովհետև բոլորիս մոտ են գաղափարներ, որ ընկերներ ենք, ընկերասիրություն է, նոր ընկերներ, նոր շրջապատ, իհարկե այդ ամենը հրաշալի էր։ Այդ ժամանակ մենք բոլորս այդպես էինք մտածում։ Չեմ կարծում, որ մնացած մասնակիցները պայքարի մեջ էին, բայց այնինչ անում էի, ուզում էի լավ անել։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Մինչ անցնել է հաջորդ հարցին, հատկապես որ դու խոսեցիր այդ մասին, ձեր ասպարեզում, մեր ասպարեզում կա ընկերություն, կա բարի նպատակներ, կա չնախանձ, կամ քեզ հանդիպել է արդյոք։ Իհարկե 18 տարիների ընթացքում իհարկե հանդիպել է։ Իսկ մինչև հիմա բազմիցս։ Այս նկատի ունեմ նախագծից հետո արդեն իսկ։ Մեր ասպարեզում Առհասարակ մեր ասպարեզում իհարկե հանդիպել է, իհարկե խոչընդոտներ եղել են, բայց ես դրանց միմիայն ժպիտով եմ վերաբերվում եւ շրջանցում եմ, որովհետեւ ես հատկապես ոչ ոքի հետ չեմ մրցում եւ ոչ ոքի հետ պայքարի մեջ չեմ, քանի որ ես մշտապես մտածում եմ, որ յուրաքանչյուրը ունի իր լսարանը, յուրաքանչյուրը ունի իր հանդիսատեսը եւ չեմ կարծում, որ արժի ինչ-որ մեկի հետ մրցել,
հանուն 2-3 լավ 100 ավել լսարան ունենալու համար։ Կարծում ես դրա համար են մրցում։ Միգուցե ապացույցներ, որ մենք ավելի լավն ենք, մենք կարող էինք ավելին, բայց դու եղար, բայց դա ինձ ընդհանրապես Չի մտահոգում։ չի մտահոգում բացարձակ։ Հայկուհի, ինչ եղավ քեզ հետ, երբ դու արդեն այդ հաղթանակը ձեռքիդ շանթում էիր, ուր գնացիր, ինչ արեցիր։ Ասեմ, որ հաջորդ հենց առավոտյան ես գնացել եմ 10-րդ դասարան, որովհետև դեռ դպրոցում էի։ Քնած չես մնացել։ Այ շատ չգիտեմ, շատ հավես էր։ Չէ, քնած չեմ մնացել, որովհետև ամբողջ գիշեր քեֆ ենք արել իրականում, որովհետև լայվ էր այդ ամբողջ ընթացքը հաղթանակի եւ մինչեւ մենք հասանք Հրազդան, արդեն շատ ուշ ժամ էր եւ բոլորը հարազատները, հարևանները հավաքված Բաքում այդ մութ ժամին, ուշ ժամին միասին տոնում էինք եւ ուրախանում եւ ամբողջ գիշեր իհարկե եւ առավոտյան շատ այսպես ոգեվորությամբ սպասում էի իրականում դասարանցիներիս հետ հանդիպմանը եւ իմիջիայլոց նշեմ, որ երբ որ առավոտյան արթնացա, դասարանցիներս արդեն մեր բակում էին եւ եկել էին, որպեսզի ինձ այդպես հաղթանակած դպրոց տանեին, որովհետեւ նրանք էլ ինձ հետ հավասար այսպես ապրում էին այդ օրերը։ Եվ այդպես գնացի 10-րդ դասարան, իսկ ամբողջ 10-րդ դասարանի ընթացքը բավականին բարդ էր, քանի որ ես համատեղում էի համ դպրոցը, համ իմ համերգային շրջագայությունները, համ փորձերը, այսպես բավականին։ Դու այդ հատուկ երեխաներից էի։ Այնքան հատուկ երեխա է, որ տնօրենը ինձ ասում էր աղջիկ, շատ խիստ տնօրեն էր։ Աղջիկ, գոնե այն օրը, որ գալիս ես դպրոց, պատրաստված արի, որ դաս պատասխանես։ Եվ իհարկե ես շատ շնորհակալ եմ ողջ ուսուցչական անձնակազմից, որովհետև շատ ըմբռնումով էին մոտենում։ Ես իրականում հպարտանում եմ, որ նրանց բոլորի սպասելիքները արդարացրել եմ, նաև իմ, բայց առաջին հերթին նրանց, որովհետև յուրաքանչյուրը մեծ ակնկալիքով էր ինձ ամեն անգամ ճանապարհում եւ մինչեւ օրս էլ իմ դասղեկի եւ դասանի երեխաների հետ կապ ունենք եւ ամեն տարի որ գնում եմ Հայաստան մենք անպայման պետք է հավաքվենք, հանդիպենք, հիշենք այդ հրաշալի օրերը։ Ձերոնք Հրազդանում են ապրում։ Հա, այո։ Այսինքն գնում եք հետ Հրազդան։ Չէ, մամայինք Հրազդանում են ապրում։ Ես որ ամուսնացա, հարս եկա Մասիվ, Երևան։ Հա, որ գնում ենք Երևանում եմ, բայց իհարկե մի քանի օրով գնում ենք Հրազդան, որպեսզի այնտեղ թե հարազատների, թե ընկերների եւ առհասարակ հայրական տան կարոտա առնեմ։ Ջերմությունը զգաք, այո։ Հայկուհի, շանթից հետո ո՞րն էր այն մեծ նախագիծը, որին մասնակցեցիր, կամ ինչ եղավ կյանքումդ, ինչպիսի փոփոխություն քեզ տվեց այն։ Նախագծեր շատ եղան, ժողովրդական տասնյակ, որից հետո համերգային մի շարք շրջագայություններ եղան։ Arena Live-ը եղավ, որի շրջանակներում այսպես ինքը մենահամերգային ծրագիր էր ներկայացնում հենց Շանթի բեմում, բայց ինձ համար առանձնահատուկ էր իմ մենահամերգը 2013 թվականին, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Բավականին լուրջ էինք պատրաստվել եւ այդ ժամանակ իմ մենահամերգը առաջինն էր, որ ներկայացրեց ժողովրդական երգը մոդեռն տարբերակով, այսինքն ներառված էր համերգում կվարտետ, ժողովրդական գործիքներ եւ բենդ, արդեն ժամանակակից գործիքներ, որոնք որ այսպես միքսված էր եւ գործիքավորումները այդ մեր ժողովրդական երգերի ամբողջությամբ արված էր այդ նվագախմբի համար եւ մենք ունեցանք հրաշալի արձագանքներ, հրաշալի համերգ, ես ինքս ճիշտ ասած չէի պատկերացնում այդ միքսը, բայց շատ հրաշալի եղավ եւ դրանից հետո արդեն սկսեցին բացումը արեցի։ Այո, բացումը այսպես ես արեցի։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Orders Co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Հայկուի, ինչ է երգչուհու համար համերգ ունենալը։ Այդ ինչ էմոցիա է, այդ ինչ ցանկություն է, այդ ինչ ամբիցիա է եւ պատրաստվում ես արդյոք ունենալ մենահամերգ
Միացյալ Նահանգներում, որովհետև այստեղ ես ապրում։ Նախ ասեմ, որ մենահամերգ ունենալը ես կարծում եմ, որ դա այսպես քննություն է, ինչ որ չափով, Որին բոլորը ուզում են մասնակցել։ Այո։ Բայց այն համասանական քննությունների նման չէ, էլի որ ուզում ես փախնես, հա։ Այո, քննություն է, որ դու ուզում ես ներկայացնել այդ տարիներով կատարած քո աշխատանքը եւ նաեւ եթե դու մեկ տեսահոլովակի դեպքում դու մեկ երգ ես ներկայացնում քո հնարավորությունները, քո աշխատանքը մեկ երգի սահմաններում է ներկայացվում հանրությանը, քո երկրպագուներին, այս դեպքում համերգի դեպքում դու շատ ավելին կարող ես ներկայացնել, շատ ավելին կարող ես տալ, որովհետև մենք ունենք երգեր, որոնք որ մի փոքր տեսահոլովակին համապատասխան երգեր չեն։ Դրանք այսպես տեսահոլովակ չես նկարի դրանցով, բայց այդ երգերը լիարժեք համերգային են, որոնք որ ուզում ես անպայման ներկայացնել, որ գոնե այս տարբերակով չմնան դարակներում եւ այսպես հանրությանը ծանոթ լինեն, եւս մեկ անգամ հիշեցնես այդ երգի մասին։ Հետո մենահամերգի ժամանակ ստացած քո էմոցիաները այնպիսին են, որոնք որ ոչ մի բանի հետ չես փոխի։ Շատ ուրիշ զգացողություն է այդ հանդիսատեսի սերը, չէ՞ որ այդտեղ են հավաքվում քեզ սիրողները եւ յուրաքանչյուրի հայացքը, յուրաքանչյուրի թեթև ժպիտը, յուրաքանչյուրի խոսքը արդեն իսկ քեզ ուժ է տալիս այլ ավելին անելու եւ իհարկե հասկանում ես, որ գնահատված ես։ Իսկ այստեղ պատրաստվում ես։ Այստեղ իհարկե պատրաստվում եմ եւ ոչ միայն այստեղ, ծրագիր ունենք նաեւ այսքան տարի անց Հայաստանում ունենալ եւս մեկ մենահամերգ։ Առայժմ այդքանը ասեմ, որովհետեւ ընթացիկ գործերը ընթացքի մեջ են, դեռ հստակ ժամկետ չեմ կարող նշել, բայց կան ծրագրում համերգները։ Հայկոյ, հիմա ուզում եմ մի փոքր պարզաբանել, թե ինչու եմ քեզ հրավիրել այսօր։ Ուրեմն առաջին անգամ երբ քեզ տեսա շատ տարիներ առաջ, շատ չէ։ Առաջին անգամ երբ քեզ տեսա, երևի, հա։ Դու էլ էիր նոր եկել, ես էլ էի նոր եկել։ Նոր էինք լրիվ։ Հա, մենք ռեստորանում հյուր էինք հրավիրված եւ դու երգչուհիների ցանկում էիր ու բարձրացար բեմ երգեցիր, մինչ երգելդ ես մտածեցի, Հայկուհին, բայց Հայկուհին ինչ պետք է երգի ռեստորանում։ Հետո երբ դու սկսեցիր երգել, ես տեսա, որ մի ամբողջ մարդկանց խումբ այսպես պարելով ձեռքերը բարձրացրած եկել են ու պարում են քեզ հետ ու աննկարագրելի շփում կապ զգացի քո եւ քեզ լսողների, այդ պարողների միջև։ Քեզանով մի տեսակ կարծրատիպ կոտրվեց, որ ժողովրդական երգը ներկայացնող երգչուհին, ամուսնացած, երեխա տեր, լավ ամուսին ունեցող, իհարկե քո ամուսինը երաժիշտ է ու միշտ քեզ հետ է ու քո թիկունքում, բայց ամեն դեպքում կապ չունի։ Դու աշխատում ես ռեստորանային համալիրում։ Շատ ճիշտ նկատեցիր Մերի ջան, այդ ամենը։ Նախ ասեմ, որ ինձ համար բավականին բարդ էր գալ այդ որոշմանը, անցնել ռեստորանային աշխատանքի մշտապես։ Իհարկե եղել են Հայաստանում դեպքեր, որ եղել են առիթներ, որ երգել եմ, բայց դա մշտական բնույթ չի կրել։ Հա, հրավիրել են, երգել եմ, այո։ Հիմա օրինակ, եթե ինչ որ մեկը առիթ է անում, ներողություն, ու դու իր սիրելի երգչուհին ես ու իր սիրելի երգն ես, իմ ծնունդն է, ուզում եմ որ դու գաս երգես։ Այդ հնարավորությունը ըստիս պիտի ընձեռվի, հա, ցանկացողին։ Բայց մշտական ամեն երեկո կամ որոշակի օրեր երգել այնտեղ ու դառնալ երգչուհիների ցանկում ցանկալի երգչուհիներից մեկը դա մի տեսակ իհարկե հիմա շատ ընդունված, բայց մի տեսակ տարօրինակ էր։ Տարօրինակ էր, այո, որովհետև մշտապես մենք կարծում ենք, որ դե լավ ժողովրդական երգի ներքո ինչ կեֆ պետք է անենք, որ հա, սենց կամ ժողովրդական երգերը մշտապես ավելի հանգիստ, ավելի սիրային, ավելի շատ դժվար էր սկզբում, ես ինքս էլ այդ մտավախությունը ունեի, բայց ինչ պետք է երգեմ, որ ժողովուրդը ուրախանա, չէ, որ ռեստորան գնում են։ Սայաթնովայով սկսեցիր։ Այո, շատ լավ հիշում ամեն ինչ, այո, ես հենց Սայաթնովայով սկսեցի, իմիջայլոց մենք նախնական խոսակցությունների ժամանակ ունեցանք այդպիսի մի հստակ դիրքորոշում, որ բացառապես ժողովրդական երգեր են լինելու։ Հա, դուք ձեր պայմանը դրեցիք։ Հա, իհարկե։ Եվ իհարկե տնօրենն էլ որ հրավիրել էր հանդիպման, արդեն ինքը գիտեր ում էր հրավիրել եւ ինքն էլ սպասելիքները գիտեր իր ինչ պիտի սպասի։ Եվ ես ինքս էլ ասացի, որ բացառապես ժողովրդական երգեր, ծրագրից ոչ մի շեղում։
Եվ սկզբում բարդ էր, որովհետև գիտենք, որ տարբեր առիթներ են լինում ռեստորանում հավաքված եւ տարբեր ճաշակի մարդիկ, մեկին կհետաքրքրի, մեկին չի հետաքրքրի, բայց ի զարմանս ինձ, չգիտեմ, ես առաջին օրերին, երբ որ բեմ էի բարձանում, երգում էի եւ այդպես արձագանքները մարդիկ թողնում վեր էին կենում, ապարում էին, մոտենում էին, շատերը հիշում էին նախագծից, մոտենում էին, նկարվում էին, մինչև օրս էլ խոսքեր էին հրաշալի ասում։ Այդպես ինձ էլ շատ ուրախալի փաստ էր ինձ համար եւս, որ ես կարողացա այստեղ եւս դրսևորվել ճիշտ եւ մեր հայ երգը ներկայացնել ճիշտ, որպեսզի մեր հայ ժողովուրդը կարողանա հենց մեր հայ երգի ներքո բարել եւ ուրախանալ։ Գիտես Հայկուի շատ հեշտ է հատկապես օտար երկրում մեծահասակները ավելի շատ, հա, կգան, կլսեն քեզ, կհուզվեն, կհիշեն, կկարոտեն, բայց երբ դու կարողանում ես երիտասարդներին տարածնել, նրանց, չգիտեմ, այդ խոսքերը, որ կրկնում են քեզ հետ միասին, դա իսկապես շատ գովելի է, ու այս դեպքում քո ռեստորանում հայտնվելը շատ ճիշտ է։ Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ինչպես ասում են, այո։ Եվ ես աշխատանքի մտնելուց հենց այդ սկզբից հետևել եմ իմիջայլոց, այո, շատ այն ամենասկզբից, երբ որ երգում էի, միգուցե երգերի բառերը չիմանալով չէին երգում, բայց հիմա նկատում եմ, որ այդ տենդենսը կա ինձ հետ երգելու, ինձ հետ անգամ շատ ժամանակ գալիս են ասում են կլինի այս երգը, որի շարքում հենց Աշոտ Շերամի Թարլան երգն է։ Շատ անգամներ եղել են առաջարկներ, որպեսզի երգեմ Սայաթ Նովա։ Ինչա պետք է դրա համար ավելին ուրախ լինելու համար։ Իհարկե, եթե դու ծառայում ես այդ երգին, այդ նպատակին, որ ցանկացած բեմում կլինի ռեստորանի բեմ, կլինի փոքրիկ մի բեմ 10 հոգի հանդիսատեսով, կլինի 6000 հանդիսատեսով, առհասարակ ցանկացած տեղ, եթե քո նպատակը հայ երգի տարածումն է, այս դեպքում միանշանակ ուրախալի է եւ գովելի։ Միևնույն ժամանակ ուզում եմ, որպեսզի այսպես ավելի բարձր տեղում դնեմ ամուսնու դերը, ինչու, որովհետեւ նա քեզ թույլ է տալիս Հա, նա երաժիշտ է, նա մշտապես քեզ հետ է, նա այսպես ասած ձեր աշխարհից է, հասկանում եմ, բայց մի տեսակ տղամարդիկ կան, ովքեր ասում են, հա, երգում ես, լավ ես անում, հիմա տանը կերգես, ապրես։ Ինչ արել ես, հաղթել ես, հիմա տանը կերգես։ Ինքը կգնար կնվագեր, իսկ դու տանը կերգեիր երեխաների համար, բայց նա քեզ թույլ տվեց։ Ու ամեն անգամ, երբ ես ձեզ տեսնում եմ միասին, աշխատանքի բերումով եմ տեսել հաճախ, ինքը այսպես շատ ամուր հիմնականում թիկունքիցդ, հա, նկատում եմ նա այսպես հետևում է քեզ աչքերով, մի տեսակ ամբողջական ինչ-որ բան կա իր հայացքի մեջ, որ համ դու լավ լինես, համ երգը չտուժի, ճիշտ երգես, այսպես, գիտես, ոնց թիկնապահ, երաժշտական թիկնապահ, ահա, անունը որոշեցինք ամուսնու։ Ինչ ասում ես, ճիշտ ես ասում, դրա համար ծիծաղում եմ, որովհետև ինքը այդ ամենը կառավարում է բեմում։ Եթե անգամ այդ պահին կողքից չի, որպես հանդիսատես է, ինքը այդ ամենը կառավարում է ներքևից։ Ու իմ ամենամեծ քննադատն է ու սարսափելի պահանջկոտ է ինքը այդ հարցում, երևի ավելի շատ պահանջկոտ է իմ հանդեպ բեմում, որպես երգչուհի, քան տանը որպես կին, իրականում։ Իսկ լինում է, որ ասենք հոգնած եք լինում, գալիս եք տուն, որոշակի տան կենցաղային բաներ կա, ասում եմ մի արա հոգնած ես, ես քեզ հասկանում եմ, այսօր կպատվիրենք։ Ամեն ինչ չի, որ ուզում եմ ասել, որ խոսքերով պետք է ասվի, բայց լինում են դեպքեր, այո, որ հոգնած, օրինակ հարսի տնից դուրս ենք գալիս, հոգնած գալիս ենք, ասում եմ ինչ կուտենք, այսօր որ գնանք, ասում եմ ինչ որ պատվիրես։ Դա արդեն բնականաբար հասկանում եմ, որ ընկալում է հոգնածությունս, այսպես ինձ թևութիկունք է, այո, լրիվ հասկանում է իմ գործի բնույթը։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ Menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։
Հայկոյի ճիշտ է արդյոք ընտրությունը այսքան տարիների ընթացքում պիտի երաժիշտի հետ ամուսնանա երգչուհին կամ հակառակը կամ չգիտեմ նույն ասպարեզից։ Իմ պարագայում ոչ թե երաժշտի, այլ հենց անձամբ իր հետ ամուսնությունը իմ կյանքի լավագույն եւ ճիշտ որոշումն է եղել, ոչ միայն նրա համար, որ ինձ թողնում է երգել, այլ պարզապես որպես անձնավորություն, որպես մարդ, որպես կոլեգա, որպես, չգիտեմ, ամուսին, որպես հայր, որպես ընկեր, ինքը բոլոր հարցերում իդեալական է։ Միգուցե շատ եմ այսպես մեծարում, բայց իրականում մենք շատ ենք այսպես ընկերական զրույցներ ունենում եւ մշտապես որ խոսում ենք տարբեր թեմաներից եւ մշտապես ասում եմ ես իրոք որ այսպես հետ եմ նայում քեզանից բացի կողքս ոչ ոքի չեմ պատկերացնում։ Այդ հարցից չի նյարդայնանում այդ զրույցից։ Այ հենց դրանից եմ ասում որ հրաշալի ընկեր է, չէ։ Հա, չէ։ ոնց դու ինչի մտածում էիր որ պիտի ուրիշը։ Այդ տիպի չի։ Դե ինքը գիտի որ շատերն են եղել, որոնք որ քայլ են արել դեպի ինձ։ Այո, իհարկե ինքը գիտի այդ ամենը եւ մինչեւ օրս էլ մենք հանգիստ կարողանում ենք զրուցել նման հարցերի շուրջ եւ բացարձակ ոչ մի խոսակցություններ չենք ունենում։ Հայկոյի, իսկ ինչպես եւ ձեր զրույցներից որի ժամանակ որոշեցիք, որ դուք պիտի տեղափոխվեք Միացյալ Նահանգներ ու բնակություն հաստատեք այստեղ։ Իրականում նպատակ չունեինք երբևէ թողնել մեր տունը, մեր հարազատներին, մեր հայրենիքը, որտեղ որ սիրված գնահատված էինք եւ բավականաչափ աշխատում էինք եւ հրաշալի էր ամեն ինչ պարզապես, բայց 18 թվականին ամեն բան գլխիվար շուռ եկավ մեր ընտանիքում եւ բուժման հետ կապված հարցեր առաջ եկան ընտանիքում, որը միայն լուծումը տեսնում էինք նահանգներում, այո, Միացյալ Նահանգներում էինք լուծումը տեսնում։ Եվ այդպես շատ կարճ ժամանակում, այսպես 1-2 օրվա ընթացքում եկանք այստեղ հասկանալու ինչքան ժամանակ է հարկավոր ընթացքը, ինչքան կտևի, որպեսզի նորից վերադառնայինք։ Բայց այնպես ստացվեց, որ հասանք այստեղ եւ բժիշկները արգելեցին երկրից դուրս գալ եւ միմիայն բուժումը կսկսեին այն դեպքում, եթե վերջնական որոշեինք այստեղ մնալու հարցը։ Եվ իհարկե, երբ որ հարցը վերաբերվում է երեխային, արդեն ամեն բան մոռանում ես, միգուցե այդ պահին ինձ համար ամեն բան մոռացված էր, այո։ Անկամ ինքս մոռացել էի ինձ եւ մենք մնացինք բավականին երկարատև ուսումնասիրություններ, բուժումներ եւ այլն, եւ այդպես մնացինք։ Իհարկե հիմա էլի հետազոտություններ ունենում ենք, բայց եւ այնպես առայժմ այստեղ ենք։ Ես չգիտեմ վաղ ինչ կլինի, մենք ուր կհայտնվենք, իհարկե շատ ցանկություն ունեմ նորից Հայաստան վերադառնալու, որովհետեւ հարազատությունս, ընտանիքս, այսպես կարոտս այնտեղ է, բայց առայժմ այստեղ ենք։ Մի շաբլոն հարց եմ ուզում տալ, կարող ես նորից Հայաստանում ապրել։ Հայաստանի կյանքը եւ այստեղի կյանքը բավականին տարբեր են, որովհետեւ երբ որ վերջին 2 տարիներին գնացի 1 ամսով որպես տուրիստ, բավականաչափ տարբեր են, բայց ես կարծում եմ, որ այն ինչը քոնն է, դու չես կարող պարզապես նորից չհարմարվել կամ թեկուզ նորից դրա մեջ քեզ չգտնել։ Այո, իհարկե կարող ես։ Երբ որ այստեղ տեղափոխվում էինք, երբևէ չէի մտածի, որ այստեղ կարող եմ ապրել, այստեղ կարող եմ հարմարվել, թե լեզվին, թե այստեղի, գիտես, ինչքան թղթաբանության հետ է կապված ամբողջ օրակարգը։ Երբևէ չէի մտածի, որ կարող եմ այստեղ հարմարվել։ Դե, եթե սա իմը չէ եւ հարմարվել եմ եւ կարողանում եմ ապրել, իհարկե, նորից Հայաստանում կարող եմ մեծ սիրով։ Այո։ Հայկոյի երգելու համար Հարսիկների տանը դու պատվերներ ունեցար, կարծեմ թե այստեղից, թե Հայաստանում էլ էիր անում։ Հայաստանում եղել են 2-3 դեպք, բայց դե այն ժամանակ ինտերնետային այդ հարթակը զարգացած չէր այս աստիճան, որ կարողանայիր ներկայացնել, թե ինչով ես կոնկրետ ինչով ես զբաղվում, որ նաև այդ ես անում, բայց այստեղ ավելի այսպես հիմքը, այսպես ասեմ, հա, հիմնական հիմքը այստեղից սկսվեց։
Հա, որովհետև արդեն շատ նորաձև է, որ առավոտյան հարսի գովքն են անում, հարսիկին են հագցնում, այսպես ասած, քավորի ընտանիքը գալիս է, դե գիտեք, այդ ամեն ինչը ուղեկցվում է գեղեցիկ, ավանդական, ժողովրդական, քեզ մոտ միայն ժողովրդական երկերաժշտությամբ, որը ըստիս շատ գեղեցիկ է, եւ դու ներկայանում ես այնտեղ, ինչպես կարող են քեզ դիմել։ Ինձ կարող են դիմել Instagram-յան հարթակներում գրելով անձնական նամակով, այո, ինֆորմացիան կա։ Եվ բոլոր հոլովակների ներքևում հեռախոսահամար կա, որով կարող են զանգել, խոսել։ Ինձ համար շատ հաճելի էր այս գործով զբաղվելը, հատկապես այստեղ, որովհետև Չես հուզվում ամեն անգամ։ Շատ եմ հուզվում։ Ամեն անգամ ինձ եմ հիշում, իհարկե ես իմ հարսանիքին խոստացել էի ինձ, որ չպիտի լացեմ, ինչքան էլ որ չգիտեմ այդ ինչ էր, բայց ասին ես պիտի հատկապես տնից դուրս գալու պահը շատ էի մտածում, ոնց եմ դուրս գալու հայրական օջախից եւ խոստացել էի, որ հենց ինձ բռնացնեմ այն մտքի վրա, որ արդեն ուզում եմ հուզվել, պետքա շեղեմ ինձ անպայման եւ այդպես էլ եղավ, ես չեմ հուզվել, չեմ լացել։ Իսկ երգել ես քո հարսանիքի օրը։ Արդեն սրահում այո, բայց այդ արարողության ժամանակ չէ։ Մերոնք էին երգում իմ քողի պտտելու ժամանակ, հարսի այդ արարողության ժամանակ, բայց երբ որ ես երգում եմ եւ աչքս հանկարծ ընկնում է թե ինչ հուզված է հարսիկի մայրը կամ տատիկը, հարազատները, կամ երբեմն լինում է նաեւ սկեսուր մայրիկն է հուզվում այդ ընթացքում, ես ինքս շատ եմ հուզվում։ Եվ մինչ խնամիների գալը արդեն բնականաբար հասկանում եմ, որ մայրիկը լացելու է։ Ասում խնդրում եմ եկեք կողքս կանգնեք, որ հանկարծ աչքս ձեզ չընկնի, որովհետև ես նախ ինձ եմ հիշում, հետո պատկերացնում եմ, որ այդ ընտանիքում օրինակ աղջիկը մի աղջիկ ա եղել ու հիմա գնում է այդ տնից, ինչքան դժվար է լինելու մամայի համար, որ հատկապես ընկերուհիներ են լինում, բացի մայր եւ աղջիկ, մի խոսքով շատ հուզումնալից է, բայց միանշանակ շատ հաճելի րոպեներ են։ Իմ քավորկինը օտար ազգ է, հայ չի, ամուսնուս քերուկինն է, ու մենք հետո երբ որ նայում էինք, ուրեմն ինքը քողը թարս է պտտել։ Այդ բոլորովին հուզմունք չի առաջացնում, մոտ ամեն անգամ ծիծաղ է առաջացնում, ու ամեն անգամ ես ասում եմ քողը թարս եք պտտել, ինչ որ մի բան այն չի լինելու, բայց փառք Աստծո ամեն ինչ նորմալ է։ Կարևորը լավ սրտով է պտտել։ Այո, սիրտն է կարևոր։ Գիտես, դեպքեր ա եղել, այդպես ծիծաղելի պատմություններից ասեմ, որ քավորկինը քողը տեղադրելու ժամանակ հակառակ է տեղադրել, լինում է ոնց որ իրան ձև կա, չէ՞, հատուկ այդ սաների ոնց որ ձևը դնելու։ Ահա Քողի սաներ է փակցված։ Սաները պետք է այսպես իրեն ավելի դեպի այս փոս ընկած մասիկը պետք է գլխին ոնց որ, չէ՞։ Դու արդեն պրոֆեսիոնալ ես։ Եվ ասա ընդունվում են հայտեր, կարող եմ նույնիսկ քողը ամրացնել։ Այնքան է եղել, որ քավորկինը շփոթմամբ, երևի չիմանալով, անփորձ լինելով, այդպես հակառակն է դրել եւ անդադ ընկել երգելու ընթացքում։ Ես այսպես ուղղել եմ եւ միշտ ինձ ասում են, ոնց ես կարողանում համ երգել, համ այդ ամեն ինչը ոնց որ կառավարել, հսկել։ Ասեմ դե երբ որ դու այդտեղ կանգնած ես անկախ քեզանից այդ ամենը աչքիդ առաջ է եւ երբ որ տեսնում ես ասում են, չէ, այտենց բաները որ այո, լավ նշան չի, ոնց որ ասում ենք, միշտ ուզում ես էդ էլ ուղղել։ Թող դա էլ լավ լինի, ինչի՞ չէ։ Ամեն բան այո, այդ օրը որպեսզի լավ լինի։ Իսկ երեկոյան երգում ես, եթե հրավեր կա նույն հարսանիքի համար երեկոյան։ Իհարկե, լինում են հրավերներ, այո։ Հայկոյի որտեղ կարելի է քեզ այսօր լսել, նկատի ունեմ, որ ռեստորաններում ես երգում, եւ գիտեմ, որ դասեր ես տալիս, անհատական դասընթացներ, առայժմ տանը։ Այո, այսօր ինձ կարելի է լսել Մեծոր ռեստորանային համալիրում, մշտապես այնտեղ եմ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, բայց ինչպես նշեցինք, private առիթների ժամանակ նաեւ լինում եմ այլ ռեստորաններում։ Իսկ ինչ վերաբերում է պարապմունքներին, այո, ունեմ աշակերտներ, պարապում եմ առայժմ տանը, սովորում ենք մեր հայկական երգերը։ Իհարկե լինում են դեպքեր, որ օրինակ ասում են, որ այս երգն ենք ուզում սովորել հայրիկի տարեդարձն է, մայրիկի տարեդարձն է, այսպես ընթառաջում եմ, երգում ենք տարբեր ժանրերում եւս փորձում եմ իրենց ներկայացնել, բայց մեր հիմնական նպատակն է այստեղի մեր երեխաներին, երիտասարդներին սովորեցնել ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական երգերը։ Շատ ապրես։
Վերջերս Գոհարի Հովանիսյան ստուդիայի բացումն էր, ես տեսա դու արդեն եկար գնացիր ու ես եկա, գիտես մի տեսակ մտածում էի ինքն էլ է ժողովրդական երգչուհի, Գոհարն էլ է ժողովրդական երգչուհի, դեպի իմ շատ սիրելի երկու ժողովրդական երգչուհիներն եք, դուք ոնց հասկացա ընկերություն եք անում։ Այո։ Դու եկել էիր որպեսզի շնորհավորեիր իրեն։ Հա, իհարկե։ Մենք Գոհարի հետ դեռ Հայաստանում ընկերներ ենք եղել, շփվել ենք եւ Գոհարը միշտ ասում է, որ սենց բան չեմ տեսել, երկու ժողովրդական երգչուհի իրար հետ այսքան լավ լինեն, ասում եմ մեզնից է Գոգ ջան։ Այդ նրանից է, որ մեր մեջ չկա այդ նախանձը, նրանից է, որ մենք մեկս մյուսի հաջողությամբ ուրախանում ենք եւ այո, իսկապես ես իմիջիայլոց այդ օրը ես գործի էի private առիթ էր, որ պետք է գնայի տան մեջ առիթ էր եւ պետք է գնայի շուտ, բայց ասացի չէ, պետքա գնամ Գոհարին շնորհավորեմ, թեկուզ եւ չմնամ ինչե վերջ, բայց պետքա շնորհավորեմ նոր գնամ։ Սրտանց մաղթում եմ, որպեսզի վաղը Գոհարը գա, ես գամ, քեզ շնորհավորեմ, մի գեղեցիկ ծաղկե փնջով ու բարի երտասեմ քեզ ու քո արած աշխատանքին ու քո սաներին։ Շնորհակալ եմ, առաջ Աստված։ Բայց գիտեմ, որ ամուսինդ դհոլի դպրոց ունի, արդեն հասցեով գործով, որտեղ կարող են դիմել մեր երիտասարդ տղաները, որտեղ կարող են դիմել իր մոտ սովորելու համար։ Վահագն դհոլահարների անսամբլն է, իր անսամբլը, որը արդեն գործում է 8 տարի նահանգներում, իսկ Հայաստանում 25 տարի արդեն անսամբլը գործում է, իհարկե իր հայրիկի գլխավորությամբ, այո։ Կարող են զանգահարել էլի նշված հեռախոսահամարով, որը թողնված է հենց Instagram-յան էջում, իր հեռախոսահամարն է, զանգեն եւ իհարկե մանրամասներին ծանոթանան, տեղեկանան։ Խումբը մասնակցում է այստեղ տարատեսակ միջոցառումների, համերգների, քաղաքի կողմից կազմակերպված ամենատարբեր համերգներին է մասնակցում եւ իհարկե մասնակցություն է ունենում նաեւ մեր հարսանեկան միջոցառումների ժամանակ։ Իրենց խումբը։ Այո, ուղեկցում է ձեզ։ Վահագն դհոլահարները, այո։ Ցանկության դեպքում կամ ոչ։ Այո, ցանկության դեպքում, եթե ցանկանում են, լինում է, որ հարսի եւ փեսայի մուտքն են ուզում այդպես դհոլահարներով, ինքը շատ շքեղ մի բան է ստացվում, դիմացից դհոլահարներն են գնում, այսպես հայկական այդ ռիթմերով եւ նրանցից հետո արդեն գալիս են հարսն ու փեսան եւ մեղրի այդ արարողությունը, որ սկեսուր մայրիկը կատարում է հենց սրահում, այո, քաղցրի այդ արարողությունը ամբողջությամբ անց է կացվում այդ դհոլահարների ռիթմերի զարգերի ներքո։ Երբ խոսում եմ քո մասին, բոլոր տեղեկությունները դու ասում ես, որ զետեղված է ձեր ինտերնետային կայքում, որն է Instagram, Facebook, YouTube եւ այլն եւ այլն։ Կարծում եմ, որ մենք լավագույն ժամանակաշրջանում ենք ապրում, հա, մեր գործը ներկայացնելու համար կա հարթակ, որը մեզ օգնում է։ Այ օրինակ ես Instagram-ով տեսա, որ դու գնացիր Գոհարին շնորհավորեցիր ու դուրս եկար։ Բոլորս բոլորի մասին ամեն ինչ գիտենք եւ միևնույն ժամանակ շատ օգտակար է տեղեկատվական առումով ծանոթանալու ինչ է կատարվում, ուր կարելի է դիմել։ Ինչ է քեզ համար այդ հարթակը եւ շնորհակալ ես արդյոք թե ոչ։ Իհարկե շնորհակալ եմ։ Ոմանք ասում են չարիք, ոմանք ասում են բարիք։ Իսկ իմ պարագայում իհարկե շնորհակալ եմ, որովհետև կարողանում եմ իմ աշխատանքը ներկայացնել այնտեղ եւ շատ տարբեր մարդիկ կարողանում են մտնել, տեսնել եւ անմիջական կապ հաստատել ինձ հետ։ Հրաշալի միջոց է կապ հաստատելու քեզ սիրող լսարանի հետ։ Իմ աղջիկը քեզ շատ սիրում է, ես իրեն ծանոթացրել եմ քեզ, բնական է երգերիդ միջոցով։ Եվ այսօր առավոտյան, երբ իրեն ճանապարհում էի դպրոց, իրեն ասացի, որ դու իմ հյուրն ես լինելու, ու ասացի, որ մի հարց տուր, որ ես իրեն փոխանցեմ։ Ինքը ասաց, մամ, կարող ես հարցնել իրեն, ինքը ամենից շատ ում է կարոտում, իր մամային, թե հայրենիքը, Հայաստանն, այսպես ասած։ Ինչ հարց ա տվել։ Ու ես ուզում եմ, առաջարկում եմ, որպեսզի դու այդ հարցին պատասխանես երգով, եթե կարելի է։ Վայ։ Որն է քո կարոտի երգը, որովհետև գիտեմ, որ մամային էլ ես կարոտում, Հայաստանն էլ ես կարոտում։ Եկանք ասենք այն հուզվելու պահին, հա։ Ես խուսափում եմ նման երգեր երգելուց հիմա, եթե անկեղծ, որովհետև չեմ կարողանում զսպել իմ էմոցիաները եւ արցունքները, որովհետև հայրենիքը դա մայրն է քո, հա, մայր եւ հայրենիք ինձ համար այսպես զուգահեռականներ կարող եմ տանել այդ երկուսի միջև։ Մայրը այն մարդն է, ում մոտ դու հանգստություն ես գտնում եւ դու ես,
որ տարիքում էլ որ լինի։ Ոյ։ Ես էլ եմ նույն տեղում։ Գիտես, չես կարող հանգիստ լինել, երբ որ անընդհատ կարոտում ես։ Առաջարկում եմ գիտես, որ երգը երգես Զեփյորի նման։ Հա, ես մտածում եի թրջեի մտքով տուն, բայց երևի չեմ կարողանա երգել։ Գիտես ինչու եմ ասում, որտեվ հիշեցի ռոմանկության երգը, որ միշտ երգում էիր։ Ես հիմա այդ երգը շատ եմ երգում համ ռեստորանում, համ միջոցառումների ժամանակ եւ այդպես, չգիտեմ, իմ հուշերի գիրկն եմ ընկնում։ Մի հատ խելքի գամ էլի։ Իհարկե։ Այ դժվար է կարոտը, բայց այնքան դժվար է մարդկանց առհասարակ բացատրել, երբ որ իրանք չեն կարող հասկանան քեզ առհասարակ։ Իսկ պետքա որ իրանք քեզ հասկանան, ով որ պետքա քեզ հասկանում է, ով որ պետքա քո կողքին է։ Գիտես բանը Հայկոյ դու որ բացատրի, դու երգի։ Ուղղակի երգի։ Երևի հա։ Մենակ երգի։ Այո։ Զեփյուր կդառնամ մեղմիկան նման սարերից կիջնեմ նստեմ քո դռան սիրուց հտվարված ասպետի նման Թուրս կդնեմ քո այգու դռան ու քեզ կհսկեմ գիշերու ցերեկ մենակ թե ջան շուտ այգիս եկ որ նայեմ ես քեզ կարոտս առնեմ Էդ քո կարոտից վախենամ մեռնեմ որ նայեմ ես քեզ կարոտս առնեմ Էդ քո կարոտից վախենամ մեռնեմ Բրավո Շնորհակալ եմ շատ անչափ շնորհակալ եմ Ես մտածում եմ որ այստեղի հայերի բախտը ավելի է բերել որովհետև մենք այստեղ ենք ապրում ու հնարավորություն ունենք անմիջապես լայվ լսել քեզ այցելելով այն ռեստորանային համալիրներ այն վայրերը որտեղ որ դու երգում ես Շնորհակալ եմ շատ Ահա այն պատճառը որի համար եւ ոչ միայն ես հրավիրել էի Հայկուհի Բաբախանյանին Հայկուի, ես նաև YouTube-ում նկատեցի մի ծրագիր, որը կոչվում էր Հայ երգի երեկո, որը նկարահանվում է այստեղի ռեստորաններից մեկում, Մեծոյում, հենց Մեծոյում, այո։ Քո կատարմամբ, բենդի կատարմամբ ներկայացնում եք երգեր, որտեղ որ ես ունեմ իմ սիրելի երգը Դուդուկս։ Վաու։ Շատ եմ սիրել, այդ մեջտեղի հատվածը, որ տղան նվագեց, շատ հաճելի էր, եւ նմանատիպ երգեր, որոնց կարելի է ծանոթանալ հենց այդ ծրագրի միջոցով։ Ինչ է կատարվում այդ ասպարեզում, միայն YouTube-ով է։ Ուրեմն նշեմ, որ հաղորդումը 2019 թե 20 թվականից եղել է եթերում այստեղ, հեռուստատեսությամբ հեռարձակվել է, ապա նաև Հայաստանում։ Հիմա հեռուստատեսությամբ չենք հեռարձակում։ Մեր սիրելի հանդիսատեսը կարող է այդ հաղորդումները այժմ տեսնել իմ YouTube-յան պաշտոնական ալիքում եւ ուզում եմ անպայման նշել, որ առաջիկայում մենք նոր հաղորդումներ ենք տեղադրելու, այնպես որ թող բաժանորդագրվեն եւ հետեւական լինեն։ Այսինքն դա մտնում է քո հետագա պլանների մեջ, նկարահանել նոր հաղորդումներ, աշխատում ես ռեստորանային համալիրներում քեզ կարող են այնտեղ լսել, պատրաստվում ես մենահամերգի եւ այստեղ եւ Միացյալ Նահանգներում, ամեն ինչ լավ է, երջանիկ, չաղ ու բախտավոր։ Այդ չաղը որ չլիներ, բախտավորը շատ լավ է։ Դեռ չաղը չասենք։ Ինչ կասես քեզ կարոտողներին, քեզ հիշողներին, քեզ լսողներին, քեզ չհիշողներին։ Բոլորին շատ սիրում եմ Ես էլ կարոտում եմ եւ իհարկե անսահման շնորհակալ եմ
սիրողներին էլ, չսիրողներին առավել եւս։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Վստահ եմ, որ մեր զրույցից այսպես հաճելի էմոցիաներ եք զգացել էկրանից այն կողմ։ Առհասարակ ինձ համար շատ կարևոր է զրուցել նման մարդկանց հետ։ Առաջինը, որ իրենք իմ ասպարեզից են, ես հասկանում եմ իրենց շատ լավ, մի տեսակ զրույցը շատ լավ է ստացվում, բայց միևնույն ժամանակ սիրում եմ զրուցել այն մարդկանց հետ, ում առաջին անգամ եմ տեսնում եւ իրենք բոլորովին կապ չունեն այս ասպարեզի հետ, բայց ամեն դեպքում ժամանակ առ ժամանակ նման զրույցները ինձ ուղղակի փրկում են։ Շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ այսօր։ Հավատա, որ դու էլ ինձ փրկեցիր, որովհետև այս էմոցիաները, այս ապրումները, այս հիշողությունները, որոնք ապրեցի այս րոպեների ընթացքում հրաշալի էին եւ շնորհակալ եմ քեզ քո հաղորդման հյուրը լինելու համար եւ իհարկե մաղթում եմ անխափան եթեր։ Անչափ շնորհակալ եմ Հայկուի ջան, վստահ եմ եւ հուսով եմ շուտով կհանդիպենք որևէ տեղ, որտեղ դու երգում ես, որտեղ ես շատ սիրում եմ լսել իրեն ու ինձ համար այսօր առանձնահատուկ էր, որովհետեւ մենք խոսեցինք ազգայինից, խոսեցինք պահպանողականության մասին, ընտանիքի, երեխաների, որոնք մեր երկուսիս եւ շատ շատերի համար թերևս առաջնային են այս կյանքում։ Հաճախ փրկեք իրար, գտեք մարդկանց, որոնց մեջ կգտնեք լույս ու կկարողանաք վերցնել այդ լույսից մի կտոր։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։